Ողջույններ բոլորին, ես Կարինեն եմ, այսօր այստեղ եմ ձեզ հետ կիսվելու իմ կյանքի ամենակարևոր փորձառությունների մասին։ Մենք կայացնում ենք հազարավոր, միլիոնավոր որոշումներ, իմ կյանքի մի քանի որոշումներ դարձել են այնքան նշանակալի, որ անվանում եմ իմ 5000 պլյուսները։ Ես Կարինեն եմ, Ջավախքից, Ախալքալակի Սուլդայից, 4 տարի է ինչ միացել եմ ՄԵՄ-ին, աշխատում եմ մարքեթինգի ոլորտում, ազգային պարող եմ, արշավական սկսնակ լեռնագնաց, շատ եմ սիրում լեռները։ Իմ կյանքի առաջին 5000 պլյուսը 17 տարեկանում Հայաստան-Արցախ գնալն էր, Արցախում նախագիծ իրականացնելու համար, 44-օրյա պատերազմի տարածքների նկարներով ցուցահանդես էինք կազմակերպելու և ֆոտոալբոմներ էինք տպագրելու, նախագիծը Տերեմ հիմնադրամով էինք իրականացնում։ Այս պահին այստեղ դժվարությունները համ համարձակ որոշելուն էին վերաբերվում, համ դրանք իրականացնելուն, քանի որ Արցախ գնալու համար ստիպված էի ոսկե մեդալից հրաժարվել և դպրոցն ավարտել արծաթով։ Իսկ արդեն երկրորդը գործնական 5000 պլյուսը։ Մի փոքր նախապատմություն։ Արդեն 2 տարի է բացահայտում եմ լեռները և լեռներում էլ ինձ։ 2 տարի առաջ սկսեցի արշավել թռիչք արշավական ակումբի հետ և մինչև այժմ ինձ լեռնային արշավային կյանքը շատ է դուր գալիս։ Ու մի օր որոշում եմ, որ ես պիտի բարձրանամ Արարատ։ Շատ լավ գիտակցելով, որ ունենալու եմ ֆիզիկական, առողջական, ֆինանսական, անգամ հոգեբանական խնդիրներ, բայց միևնույն է, որոշում եմ գնալ։ Արարատին պատրաստվելու ընթացքում, երբ դեռ անգամ հաստատված չէր վերջնական գնալս, հանձնում եմ ամբողջ մի հետազոտություններ, որ առողջական մասով հանգիստ լինենք, որ ամեն ինչ նորմալ է։ Վերելքին շատ լավ ենք նախապատրաստում, 2 օր կլիմայավարժեցում ենք անցնում Արագածում, այս 2 օրը իմ համար այսպես ասած դրակոնի լևելներ, եթե չանցնեի չէի գնալու, բայց շատ լավ եմ քայլում։ Իսկ դրանից առաջ էլ մայբեղ բարձրանալու ժամանակ իմ տեմպը ընկնում է, ու երբ իմ տեմպը ընկնում է, ես շատ վատ եմ քայլում, իմ մոտ ամեն ինչ իրար է խառնվում, ու պատկերացնում եք այդտեղ իմ վիճակը, պատկերացրիք, ու մի հատ պատկերացրեք իմ մտքերի վիճակը։ Արարատին պատրաստվելու ու վերելքի ամբողջ ընթացքում այս մտքին եմ վերջնական եկել, ամեն ինչ մեր մտքում է, Արագածի դրակոնի լևելը, մայմեխում ունեցած տագնապը, մեր մտքերն են որոշում, մենք կհաղթարենք 5000 պլյուսներ, թե ոչ, մեր մտքերն են մեր իրականությունը, և մեր մտքերն են մեզ հետ պահում, կարող եմ, հիմա չէ, լավագույն պահը մի օր հետո կգա, և մեր մտքերն են մեր համար պատասխանատու։ Եվ օգոստոսի 24-ին 13 հոգով սկսում ենք վերելքը դեպի Արարատ, թռիչքի հետ թռչում ենք դեպի Արարատ, սկզբում անցնում ենք հայ-վրացական, հետո վրաց-թուրքական անցակետերը, այցելում ենք Ծովակն հյուսիսով, պատմական անի և վերջում Բայազեդ։ Ու ճանապարհին խոսում ենք մի թեմայից, որ մի կին Արարատ է բարձրացել, իրեն վատ է զգացել, առողջական խնդիր է ունեցել, ու այդ ժամանակ ես ամբողջ ճանապարհին մտածել եմ, վայ մեդեդա, կարող է ինչ-որ խնդիրի հայտ գա իմ մոտ առողջական, ու էլի ես անհիմն մտքերը, և օգոստոսի 25-ին սկսում ենք վերելքը դեպի Արագարատ, 2000-ից քայլում ենք դեպի 3200, առաջին ճամբար, Արարատում համարյա ամենահեշտ մասը ես քայլել եմ ամենադժվար ձևով, որովհետև մտքերս խառներ, շատ անհանգստություն կար, բայց այդ ընթացքում Արմանն ու Աշոտը, մեր ուղեկցորդները, բացատրում են, թե ինչ սխալներ ենք անում քայլելու ընթացքում և այդ ժամանակ հավաքում եմ ինձ մտքերս ու վերջնական որոշում եմ, որ ես կկարողանամ ու հեռվից էլ ինձ բոլոր ընկերները, ովքեր իմ գնալու մասին գիտեին, հատկապես իմ արշավամայրը աջակցում է, թե ամեն ինչ լավ է լինելու, որ ես կռնամ։
օգոստոսի 27-ին եւս մեկ անգամ հրանգավորվելուց հետո կեսգիշերին սկսում ենք վերելքը դեպի վեհապարի գագաթ։ Բոլորս էլ գիտենք, որ դժվար է լինելու։ Այդ ընթացքում հիմնականում մտքերս եմ կարգավորում ու քայլելուց վրա եմ կենտրոնանում։ Եվ երբ հասնում ենք 4800 պլյուսը, գիտենք, որ մարդու օրգանիզմը տարբեր ձևով է արձագանքում։ Հնարավոր է լինի ֆիզիկական վատ թարացում, գլխապտույտ, սրտխառնոց։ Ու երբ անցել ենք, ես մտածում եմ, ինչի մոտ ինչ-որ բան չի սկսվում։ Էլի այդ անհիմն մտքերը հյուր են գալիս, ու երբ արդեն կատվիկներով են քայլում սառցադաշտում, ես էլի մտածում եմ, ինչի ես չեմ մրսում կամ ինչի մոտ գլխապտույտ չկա։ Եվ գագաթին արդեն մոտ 100 մետր էր մնացել, ես արդեն մտքումս ասում եմ, ես էլ կատվիկներով չեմ կարողանում քայլել, բայց մի հատ եմ ինձ կարգի բերում մտքերս եւ հասնում եմ գագաթ։ Առավոտյան ժամը 6:40 մենք ամբողջ խմբով գագաթին էինք, բոլորս երջանիկ էինք, հուզված, շատ ուրախ, շնորհավորում ենք իրար եւ այդ պահին ես հուզվել էի, չէի կարողանում շատ լավ լինել, որովհետեւ արդյունքները սառում էր։ Հայաստանի լեռները հեռվից տեսնելուց հետո, 20 րոպե գագաթին մնալուց, պահը վայելելուց հետո, այդ ապրումները տեսնելուց հետո, ուղղակի զգացողությունները չեմ կարողանում իմ բառերով նկարագրել, ու երբ արդեն սառցադաշտը իջնում էինք, այդ ոչ մի բանի մասին այդպես չէի մտածում ու այն որ սիրահարվում ենք, ասում ենք մեջս թիթեռնիկներ կան, այդ պահին ես իմ մոտ թիթեռնիկներ էր հայտնվել ու ոնց որ օդերով քայլեի։ Եվ Արատից հետո կյանքը 5000 պլյուս աստիճանով փոխվում է։ Ինչ որ երևույթների այլ ձև ես նայում, ինքդ քեզ այլ ձև ես նայում, քեզ ավելի ես ճանաչում։ Եվ Արատից հետո հասկանում ես, որ դու կարող ես, պետքա քեզ ճանաչես, սովորես ու հաղթես։ Սա իմ 5000 պլյուսն էր, սա իրական 5000 պլյուս էր։ Ու ես հիմա իմ մտքում ունեմ էլի նոր 5000 պլյուսներ, եւ յուրաքանչյուրս ունենք մեր մասիսը բարձրանալու, որը ամենևին էլ միայն լեռան մասին չէ։